մինչև մարտի 8-ը իդեալամակարգի ցանկացած խանութսրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մենք իհարկե քանի որ ներգրավում ենք ավելի ու ավելի շատ գործընկերներ, հետաքրքրված են, որպեսզի քննարկումները գնան նաև ոլորտային ուղղություններով եւ Տիկին Սուլթանյանը արդեն նշեց մարդասիրական ոլորտը, որը շատ կարեւոր է, մանավանդ որ մենք տեսնում ենք, որ երկու երկրների հատուկ ծառայությունները սկսում են խորանալ անհայտ կորածների հարցում, ես կարծում եմ առանց իրավապաշտպան համայնքների երկու երկրների այդ աշխատանքը պակաս արդյունավետ կլինի եւ այստեղ ներգրավումը անկախ հասարակական կազմակերպությունների շատ կարեւոր է։ Բնականաբար ես ներկայացնելով մեդիա ոլորտը շահագրգռված եմ եւ նույնպիսի շահագրգռվածություն կա այլ գործընկերների մոտ եւ Ադրբեջանում եւ Հայաստանում, որպեսզի մենք քննարկենք ինչպիսի լեզու է օգտագործվում, ինչպես են տեղանունները օգտագործվում եւ ադրբեջանական եւ հայկական մամուլում եւ այստեղ բնականաբար միայն կամավորական սկզբունքներով կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ, որոնք կնվազեցնեն լարվածությունը այսօրվա տեղեկատվական միջավայրում։ Բավականին հետաքրքիր քննարկումներ կան եւ այս ձևաչափում եւ ընդհանրապես ջրային ռեսուրսների օգտագործման առումով մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ ռեսուրսները կարևոր են եւ երկու երկրների համար, եւ գյուղատնտեսության համար, եւ արդեն իսկ վերջին զարգացումների արդյունքներում արհեստական բանականության այդ դատակենտրոնների ստեղծման համար նույնպես ջուրը դառնում է շատ կարևոր ռեսուրս, բայց ոչ միայն երկու երկրների համար, այլ նաև հաշվի առնելով ինչպիսի խնդիրներ ունեն մեր հարևանները, այստեղ ջրի արդյունավետ օգտագործումը կարող է լինել այդ հարևանների հետ հարաբերությունների խորացման նաև բնապահպանական ոլորտում։ Եվ բնականաբար գնալով ավելի մեծ նշանակություն են ունենում բիզնեսի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մենք շատ լավ հասկանում ենք, որ մասնավոր բիզնեսը եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հետաքրքրված են շուկաների առումով երկու երկրների եւ ես կարող եմ իմ փորձից ասել, որ ոչ միայն առաջարկողներն են հետաքրքրված, այլ նաև սպառողներն են հետաքրքրված։ Ես կարծում եմ, որ երկու երկրների արտադրանքը կարող է հետաքրքիր լինել նաև սպառողների համար եւ այդ ուղղությամբ պետք է իհարկե մտածել ինչպես մեր հարթակը եւ մեր հարթակում ծնվող նախաձեռնությունները նպաստեն նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը։ Ես նշեցի ընդհանրապես մի քանի ոլորտ, բայց բնականաբար ոլորտները շատ ավելին են։ Շնորհակալ եմ, պարոն Մինասյան։